Ամենաակտուալ հարցն եմ ձեզ ուղղելու այս պահին, այս օրերին եւ մանավանդ այս ժամերին, ինչու, որովհետեւ կարծես թե ձևավորվեց եւ դրսևորվեց Փաշինյանականների արձագանքը Ռուսաստանի նախագահի հայտնի ելույթին եւ հայտարարություններին եւ այն իրավիճակին, որում հիմա փաստորեն Հայաստան-ԵԱՏՄ կամ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն են ու Փաշինյանականները ինչպես եւ կարող էինք սпасելու ակնկալել, մեղքը ընդունելու, լուծումներ գտնելու փոխարեն, ինչ արեցին, սկսեցին մեղադրել ընդդիմությանը։ Եվ ոչ միայն ընդդիմությանը, այլև Ռուսաստանին, ստանալով ակնհայտ աջակցություն այլ երկրներից, հիմա դրա մասին լռում են, դա չեն կարևորում, բայց հայտարարում են, թե Ռուսաստանը այսպիսի ճնշում է բանեցնում, որպեսզի Փաշինյանին չընտրեն։ Եվ երկրորդը մեղադրում են ընդդիմությանը այսպիսի ճգնաժամ հրահրելու մեջ, նորից նախընտրական տրամաբանությամբ։ Ինչու են այսպես վարվում։ Ակնհայտ է, որ այսօր հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են շատ խորը ճգնաժամի մեջ եւ բոլոր այն հայտարարությունները, որ արվում էր Հայաստանում ամիսներ առաջ, որ երբեք այսքան լավ չեն եղել, երբեք ոչ մի խնդիր չկա, սա ուղղակի գույներն են խտացնում Հայաստանում եւ ցանկանում են վնասել այդ հարաբերություններին, իրականում չդիմացան որևէ քննադատության։ Այստեղ էական էլ չի ով է մեղավոր, ով չի եւ գցել ընդդիմության։ Բնական է, որ այս ձախողված քաղաքականության մեղավորները պետք է ինչ-որ մարդիկ լինեն։ Էական է իրականում։ Այո, սա ձախողված քաղաքականություն է։ Տեսեք, հաջորդ հանգամանքն եկեք հաշվի առնենք։ Այստեղ նաեւ պետք է քննարկենք, թե ինչու է այս վիճակը ստեղծվել։ Լավ, ընդունենք Ռուսաստանը հայտարարում է, որ Հայաստանի ագրո արտադրանքը չի ընդունելու։ Իսկ ինչու այսքան ժամանակ քայլեր չի արվել այլընտրանքային շուկաներ գտնելու համար։ Որն է պատճառը, որ այսօր Ռուսաստանն անցնում է տնտեսական պատժամիջոցների, եթե կարելի էր այս հարցը այլ կերպ կարգավորել։ Պարոն Բալասանյան, միայն ագրո արտադրանքի մասին չէ խոսքը, գազի գնի մասին է խոսքը, միգրանտների աշխատանքային մասին է խոսքը։ Ես այս ուղղակի խոսեցի ագրոյի մասին, ինչու, որովհետև մայիսի 30-ին մասշտաբը շատ ավելի մեծ է իրականում, եթե այսպես շարունակվի։ Դուք խոսեցիք արտագնա աշխատողների մասին, ագրո ոլորտում աշխատող եւ արտագնա աշխատողները միասին տարվա կտրվածքով մոտ 1 միլիոն քաղաքացի են։ Այսինքն եւ Ռուսաստանը մեծ մասամբ Ռուսաստանը տարեկան Հայաստանի 1 միլիոն քաղաքացու աշխատանքով է ապահովում։ Եթե այդպես է ընդհանրապես խոսենք, Եվրոպական միությունից նման բան ակնկալել մենք չենք կարող, բնականաբար չենք կարող, քանզի դա երևի չի էլ մտնում եվրոպացիների պլանների մեջ։ Իրենք էլ իրենց այնտեղ արտագնա աշխատողներ ունեն եւ իրենք են այսօր այդ միգրանտների հետ կապված խնդրի առաջ կանգնած։ Բայց ձախողված քաղաքականության միակ ուժողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Մեր այն 100 հազարավոր գյուղացիական տնտեսություններն են, որոնք այսօր կանգնել են առանց չափազանցության կրախի առաջ։ Եվ սրա համար պիտի հստակ կանոններ տրվի եւ սրա համար պիտի մարդիկ երևի թե նաեւ պատասխան տան։ Եթե խնդրի պատճառը տեսնել եւ ընդունել չեն կարողանում կամ առնվազն հրապարակավ ընդունել չեն կարողանում, լուծումը գտնել կարող են բացի պատասխան տալուց։ Գիտեք, լուծումը գտնել միշտ էլ հնարավոր է։ Մնում է հասկանալ, կա նման ցանկություն թե ոչ։ Այսինքն կա ցանկություն հարաբերությունները կարգավորել եւ ինչպես իրենք են ասում, վերաիմաստավորել կամ ռեստարտ անել։ Թե չէ հնարավորություն միշտ էլ կա։ Օրինակ տարբերակներից մեկը կարող է հաշվի առնելով ստեղծված իրավիճակը արտահերթ ԱԺ-ի նիստ հրավիրել եւ օրինակ այդ տխրահարճակ ԵՄ անդամակցության մասին օրենքը հետ կանչել։ Տարբեր պատճառաբանություններով։ Պատճառաբանություն կարելի է ցանկացած ժամանակ գտնել։ Կարելի է հիմնվել այն հանգամանքի վրա, որ ԵԱՏՄ-ն բացառապես տնտեսական կառույց է եւ ԵԱՏՄ-ի մեր գործընկերների առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ փորձել հասկանալ եւ աշխատել այն ուղղությամբ, որ մենք ԵՄ-ի հետ գնում ենք համագործակցության խորացման ավելի լավ Հայաստան ունենալու տեխնոլոգիապես, չափորոշիչներով, բայց սա բնավ չի նշանակում տնտեսական կապերի դիվերսիֆիկացիա կամ նվազագույնը մեկը մյուսի փոխարեն։ Պարոն Բալասանյան, Մոսկվային պետք է որ Փաշինյանն անի այդ քայլերը։
Ես կարծում եմ միշտ էլ պետք է Մոսկվային, որ օրվա իշխանությունը քայլեր ձեռնարկի հարաբերությունների կարգավորման համար։ Հայցը այն է։ Հիմա այս փուլում ենք նախընտրական հարցը այդ կոնտեքստով է։ Որ հարաբերությունները նաև անձնավորված այնքան են վատացրել, որ այս պահին երևի թե կարող ենք մենք կանգնել մեկ այլ վտանգի առաջ, ուղղակի կարող է չցանկանան առհասարակ լսել։ Այսինքն հարաբերությունների ճգնաժամ այնքան է խորացել, որ անձնական մակարդակով կարող է ուղղակի չցանկանան լսել։ Ես ձեր եթերից դեռ ամիս առաջ երևի ասել եմ, որ Մոսկվայի ապրիլի 1-յան հանդիպումից հետո, որ այնպեսի տպավորություն էր, որ այս մարդկանց վերջին հանդիպումն է սա լինելու։ Եվ արդյունքն կրքերը այնքան էին շիկացել եւ կողմերը իրար ասեցին այնինչ ուղակի իրար մասին մտածում էին։ Հիմա խնդիրն այն է, որ մենք կարծես հետ վերադարձի կետը անցել ենք եւ հարաբերությունների կարգավորումը այս պայմաններում կարող է այլևս չլինել։ Այսինքն կարող է ուղղակի ցանկանան այլ բանակցողների հետ իրենք գործ ունենան եւ այլ բանակցողների հետ իրենք գնան հարաբերությունների կարգավորման։ Պատրաստ կլինի Փաշինյանը ընդունել այդպիսի իրողությունը։ Ամենայն դեպս հաշվի առնելով իշխող խմբակցության, կուսակցության, համակիրների մեղքը այլ այսպես հասցեներով ուղարկելու այդ մորմոքը, հա, եւ ցանկությունը կարծում եմ ոչ։ Բայց ամեն դեպքում մի բան պետք է հասկանանք, այս ամենի արդյունքում տուժում է շարքային հայ քաղաքացի։